զորավարությունների մասին վտանգ ռեալ տեսնում եք, ասենք, ձեր տարածաշրջանի համար։ Ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են, դա երևի թե կարծում եմ ճիշտ կլինի հարցը տալ այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Պարոն Ղուկասյան, ես կներեք եք։ Պարոն Ղուկասյան, քանի որ կրկնել են այլ նորաձևը իմ գործընկերը հիշեցրեց Սյունիքում անցկացող վերջին շրջանում շատ հաճախ է Սյունիքում կրկնել է նորաձևը այդ արշավը իրականացում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ ասած արշավի պատվին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կրկնել, որ անդադ գալիս է Աննա Հակոբյանը կրկնելու ձեզ։ Տեսեք, կրկնելու մասին չի խոսքի, ես հասկանում եմ նաև ծիծաղաժպիտը, իրականում դա այդ ֆորմատը չի, որ վերնագիրն է ուշում, մեկ եւ երկրորդը հատուկ ինչ որ չեմ կարծում, որ Սյունիքի մարզին հատուկ են գալիս, ուղղակի գիտեք, որ այդտեղ օնլայն հարթակ կա, որտեղ հերթագրվում են մարդիկ, ընդ որում այդ հարթակում ովքեր են հետագրվում շատ են տեղեկություններ չենք ունենում սովորաբար, մենք դուք էլ կարող եք մեկ անգամ փորձել, տեսեք որ այդպես է ու երբ որ ես ինչքանով որ ես եմ հասկանում, այդ X թվով մարդիկ որ հավաքվում են, գալիս են։ Այո։ Իսկ նաև խոսակցություններ կան, օրինակ եթե վարչապետիկին այդ ծրագրի շրջանակն գնահատվել մարդ, այնտեղ մարզպետը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին հորդորում է մասնակցել նրան կոչով տնօրեններին դպրոցի ուսուցիչներին դիմել այդ որ փաստաթի ակտիվ մասնակցություն ունենան։ Լավ է որ ես մասի խոսակցություններ կան, այդ լուրերը հենց այդ խոսակցությունների մակարդակում են կմնան եւ չեն կարող երբեք դուրս գալ, որովհետեւ ոչ միայն այս դրվագով, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում չկա մեկ դպրոցի տնօրեն, ով չիմանա կոնկրետ իմ դիրքորոշումը ցանկացած այսպիսի երևույթների նկատմամբ իրենք պետք է հեռու պահեն իրենց եւ այդ բոլոր process-ներից եւ զբաղվեն միայն ու միայն կրթությամբ երեխա։ Պարոն Ղուկասյան, ասում էին, որ սահմանազատումը Տավուշից հետո հաջորդվելու է Գեղարքունիքի մարզը եւ Սյունիքում երբ է լինելու սահմանազատում։ Ճիշտն ասած դատաների հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ եւ եթե ունենայի մեծ սիրով ձեզ կասեի, ես կարծում եմ էլի հասցեատերը ես չեմ կարող հստակ ասել։